Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մի անգամ դպրոցում 2 վերջին պահապանը ընտանեկան ֆիլմը մարտի 13-ից կցուցադրվի մեծ էկրանին։ Սիրված մի անգամ դպրոցում ֆիլմի երկրորդ մասը սպասված իրադարձություն է եւ այսօր խոսելու ենք հենց այս ֆիլմի մասին։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են դերասան Արա Սարգսյանը եւ սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ոնց ենք։ Լավ, դուք լավ լինեք։ Հրաշալի։ Դե մի անգամ դպրոցում հերիք չի, մի անգամ էր, հիմա արդեն երկրորդ անգամն է հասկանում։ Երկրորդ անգամ, բայց մի անգամ։ Երկրորդ անգամ մի անգամ էլի։ Դե անհրաժեշտությունը կար ինձ թվում է, որ երկրորդ։ Այ լավ ասեցիք, սկսենք դրանից, ոնց հասկացաք, որ անհրաժեշտությունը կար։ Ինձ թվում է սցենարիստից պետք է սկսել։ Ոնց անհրաժեշտության գաղափարը։ Դե առաջինի հաջողությունը սպասված լինելը, սիրված լինելը, հետո երբ որ ինչ-որ լավ բան անում ես ու զգում ես պատասխանը, ճիշտ ասած, տեղ կան փոքրիկ էգոիստական հատված էլ, որ դու ես ուզում նորից անես։ Այդ լավ բանից, իսկ հետո իր հաջողությունը ասելով կարելի է ուղղակի տենց ինչ-որ թվեր, եթե հետաքրքիր է, չգիտեմ, 4-6 միլիոն YouTube-ում դիտում են դեպքում, երբ որ մինչ այդ հեռուստատեսության մի քանի անգամ ցուցադրվել է մի տարուց ավել մեծ էկրաններ եւ այլն, նամակներ, շնորհակալական նամակներ գրադարան, որ ասում է, որ ֆիլմից հետո Դոն Կիխոտի նոր խմբականակ ենք ստացել եւ այլն, ինչ որ տենց մամաներ նկարներ, որ իրանց երեխան գիրքա կարդում, այդ ամեն ինչը վերում է դες հավաքական են էմոցիաների, որ ուզում ես նորից դրա մեջ լինես ու փառք Աստծո ստացվեց հուսանք երկրորդից հետո նորից կունենանք այդ հրավառություն էմոցիաների։ Բայց մի քիչ էլ հետ գնանք, էլի, ոնց սցենարը ծնվեց, ոնց գրեցիք։ Եվ հետո ինքը ֆանտաստիկայի ժանրից է, եւ ես կարծում եմ ավելի բարդացնում է, չէ՞։ Հետաքրքրացնում է եւ միևնույն ժամանակ բարդացնում է։ Մասամբ հիմա ասեմ, նախ սկսենք ժանրից, ինքը տեսեք առաջինում կար ֆանտաստիկա ձեր ասած մի մաս, որը վերջում պարզվեց, որ ընդհանրապես այդպես չի, որտեվ այնտեղ գրքերը խոսում են երեխաների հետ, եթե չեք տեսեք կամ չեք հիշում, ամեն դեպքում ասեմ։ Իսկ վերջում պարզում է, որ այդտեղ ոչ մի ֆանտաստիկա չկա, երբ դու գրքի առաջ բացես, երբ դու իրոք ուզում ես այդ գիրքը կարդալ, ինքը քո հետ զրուցում, այսինքն այդ մեր փոքր ժամանակից կհիշենք, չէ՞, պարտադրված ընթերցանությունը ինչ դաժան է, որտեղ այդ կապը չկա, այդ ցանկությունը չկա ու առաջ չի գնում։ Իսկ երբ դու սիրում ես, չես էլ հասկանում, հələ հաճախ ինչ-որ գիրք կիսատ ես թողնում, որտեղ չես ուզում վերջանա։ Այսինքն այդ ֆանտաստիկան իրականում այդքան էլ ֆանտաստիկա չի, այլ հենց իրականությունն է, որ երբ որ մենք բաց ենք, երբ որ մենք իրոք ուզում ենք մեր այդ զրույցի, այո, գիրքը կարող է մեզ այդ զրուցել։ Իմաստն է դա, իսկ սցենարի միտքը նախ սկսվեց նրանից, որ ուզում ենք ինչ-որ նմանատիպ ֆիլմ ունենանք, ընտանեկան։ Հաճախ ասում ենք մանկապատանեկան, որտեղ երեխաներ են, իրանց մասին է ավելի շատ, բայց ես իրան համարում եմ ավելի շատ ընտանեկան, հենց որտեղ նախ կա ծնող երեխա հարաբերություններ, փոխհարաբերություններ, իրար հասկանալ, չհասկանալ, ինչպես չեմ ասի ծնողավարության կանոններ, մի քիչ տենց բարձր բառերից չխոսամ, ամեն դեպքում այդ ժամանցի մեջ մենք փորձում ենք դնել նաև ինչ-որ սիրուն արժեքներ, գեղեցիկ բաներ, որ ու նաև քննարկելի, որ հիմա ոնց ամեն մարդ իր հեռախոսի մեջ ինչ-որ հետաքրքիր բան տեսա, ես կուղարկեմ ձեզ, մի հատ սրտի կամ ժպիտ, վсё, մեր շփումը այդքան, հա, իսկ այս ֆիլմը ինձ թվում է առիթ կտա, որ ընտանիքը զրույցի կարծիքներ, երեխան, ծնողը, մի խոսքով, չգիտեմ, ինձ թվում է լավ բան, միտքը ծնվել է այդտենց, ինչ-որ լավ բան անելուց։ Նաև կրթող է ֆիլմը։ Հա, մենք ուղղակի էլի այդ ամեն ինչը փորձում ենք անենք ժամանցով, որտեվ այդ չոր խրատներն ուղի խոսքը հակառակ էֆեկտ է հաճախ տալի։ Ուզում ենք ցույց տանք, որ լավ է խելացի լինելը ու այ սենց է լավ։ Այսինքն պրակտիկ օրինակ, ոչ թե որ մի օր, որտեվ երեխաները կարճաժամկետ պերսպեկտիվա ունեն, մի օր իրանց հետաքրքիր չի։ Պետք է ցույց տաս, որ այսօր քեզ այս օգուտը կարա տա, ինձ տենց է թվում։ Պարոն Սարգսյան, ձեր դերակատարումները շատ ֆիլմերում կա։ Այս ֆիլմը ինչով է առանձնահատուկ, որպես հենց դերակատար ֆիլմում, որպես դերասան, որպես արտիստ մասնակցություն ունեցող, ինչով կառանձնացնեք հենց այս ֆիլմը։ Նախ առաջինը իհարկե նաև առաջի սերիայի հետ կապված արժեքներ փոխանցող հետաքրքիր առեղծվածային, ասենք, ձևերով դա անել էլի առաջի սերիայում կար եւ երկրորդում էլ շարունակվում այդ ամեն ինչը։ Ես շատ հավանեցի այդ առաջի սերիայում
որ երեխաների վերադարձը դեպի գիրքը, որը որ շատ եւ հետո նաեւ պրեմիերայից հետո հանդիսատեսներ նման գնահատական տալիս էլի ֆիլմին։ Երկրորդը շարունակում է նույն բանը, արժեքների փոխանցումը, արժեքների պահպանումը եւ լավն է որ Վաչիկ պապը վերջում փոխանցում է այդ արժեքները, փոխանցում է նոր սերնդին, էլի։ Հա։ Միջայլոց հանդիսատեսը շատ լավ ընկալում է այդ ամեն ինչը, շատ հավանում է ու ինքը տեղ է հասնում, այդ ճշմարտությունը տեղ է հասնում։ Դե Վաչիկ պապիկն էլ իր համար փոխանցողն է այդ ամեն ինչը, այդ արժեքների, այդ առեղծվածային պատմությունների մեջ, երեխաների Դոն Կիխոտի հետ միասին, էլի շատ հետաքրքիր է ինքը, շատ սիրուն է, էլի այդ ամեն ինչը։ Ինչ է տանում իր հետ տուն, արդեն հանդիսատեսը, երբ որ դիտում է ֆիլմը։ Ահա։ Դե ասեցի, որ առաջի սերիայում տանում է այդ հաճույքը, որ ստանում է եւ նաեւ այն ճշմարտությունը, որ ոնց կարելի է վերադառնալ դեպի գիրքը։ Այ գիրքը խոսում է։ Նարեկը նշեց իր խոսքում, որ եթե գիրքը վերցնում ես, բացում ես ու մի երկու թերթ կարդում ես ու սկսում է այդ process-ը, որ կարող է գիրքը քեզ հետ խոսել։ Ընդհանրապես պետք է վերցնել գիրքը եւ մի երկու էջ գոնե փորձել կարդալ եւ դիալոգը գտնել։ Այո, եւ սկսի դիալոգը։ Այ սա էլ շատ հետաքրքիր է, էլի։ Սա էլ շատ հետաքրքիր։ Իսկ երկրորդում Նարեկը ավելի հեռուներն է գնացել։ Այսինքն, բայց ես կարծում եմ, որ անկախ այդ առեղծվածային երևույթներից բանից իր մեջ շատ ճշմարտություն կա, որ հենց այդպես էլ եղել է, էլի, այսինքն եղել են եւ Տիր Աստվածը, որը որ փոխանցել է այդ ամեն ինչը մեր ժողովրդին, եւ եղել են դավաճաններ, որոնք որ խանգարել են այդ ամեն ինչին, ու այս հետաքրքիր բանի մեջ ես ճիշտն ասած մի քիչ ավելի գնում եմ, գիտեք ինչի, իրական հեքիաթ։ Ինձ համար սա իրական հեքիաթ է, էլի, որտեվ ամեն ինչ ունի իր մեջ, եւ ունի անցյալը, անցյալի ճշմարտությունները, հա, եւ դավաճանությունները, եւ կենցաղ կա սրա մեջ, կան էլի ընտանիքներ, բան, գործողանձինք դպրոցից, նույնիսկ Դոն Կիխոտը գալիս է մասնակից է լինում իր ճշմարտություններով այս ամեն ինչին, ու սենց լավ իրար խմորելով այդ ճշմարտությունը տեղ է հասնում, որը որ շատ հաճելի է դիտել է, ինձ թվում է։ Քանի որ ընդամենը 2 օրից ֆիլմը կլինի մեծ էկրանին եւ կհանձնվի հանդիսատեսի դատին, կուզեմ ստեղծագործական ընթացքից էլ մի քիչ պատմեք, օրինակ ռեժիսորի հետ աշխատանքը, գրեցիք սցենարը եւ սպասել եք արդյունքին, թե միջամտել եք, ընթացքին մասնակցել եք, ինչպես է ընթացել։ Իդեպ այո, 2 օրից ամսի 13-ին առաջնադիտում, պրեմիերա, բոլոր կինոթատրոններում, տոմսերը արդեն իդեպ վաճառքի են։ Ռեժիսորի հետ այո, ռեժիսորը Հարություն Նախալավյան, մենք Հարութի հետ աշխատել ենք տարբեր պրոյեկտերում, այս մեր առաջի փորձը չի, բացի ֆիլմերը, նախ առաջինն էր ինքը նկարել, ես այդ առումով մի քիչ դժգոհ եմ, բանի Հարութից չէ, լավ չէր նկարել, Հարութից չէ, անում, նկարանման հրապարակում գտնվելուց, սցենարիստները որպես կանոն այնտեղ չեն լինում, իսկ ես այնտեղ եմ։ Բայց դա ճիշտ է։ Չգիտեմ, դե հա, ամեն դեպքում, բայց այդ ամառան շոկ օրերին բան կարելի է։ Այդ առումով Չէ, Հարութից գոհ ենք, այդ առումով երկար աշխատել հենց այդ առումով է շեշտում, որ ինչ-որ առումով կա սինխրոնիզացիա։ Այսինքն հաճախ մենք նույն հաճախականությունների վրա ենք ու մեր մոտ տեղի են ունենում զուտ քննարկումներ, հարց ու պատասխան, որը ինձ թվում է ավելի քան բնական ու նորմալ է, մեզ մոտ չկան վեճեր, կա բան, որը սցենարիստը մի քիչ խնդիր ունեցող մարդ է այն առումով, որ երբ որ դու մեջն ես, դու գրել ես, դու ամեն ինչ գիտես, շատ հաճախ այն ինչը քեզ համար ակնհայտ է, կարող է ընդհանրապես հասկանալի չլինի։
որտեվ դու այդ մի քանի տարբերակ հետո մի տող ընդեղ ջնջել ես, շարունակությունը քեզ էլի շարունակում է մնալ པարզ, բայց մյուսներին པարզ չի, որտեվ այդ տողը արդեն չկա։ Ուրեմն ասեմ, այդ առումով Հարութի հետ շատ հեշտ է, իրա պահանջներն էլ նես չի, որ քիչ են, որակ ստանալու։ Իսկ դերասաններից գոհ եք։ Շատ, որտեղ շատ անգամ դերասանները փոխում են տեքստերը, հարմարեցնում են ավելին, դա սցենարիստների համար մեծ խնդիր է։ Ես անկեղծ ասեմ, ես այդ առումով շատ բան եմ, համեստ եմ, ես չունեմ այդ էգոիզմի կամ, չգիտեմ, բաները, այս պստիկ սատանաները, ցանկացած բան, որը կօգնի ֆիլմին, ես կողմ եմ։ Հրապարակում, եթե դերասանն ասի, որ այս հնչյունը սենս ու խնդիր կա, ես պարտադիր լսում եմ, պարոն Սարգսյանը կհաստատի։ Ես դեմ եմ փոփոխություններին չնախատեսված այն տեքստերի, որոնք ունեն շարունակություն։ Եթե ժամանակը կերիկի կամ պստիկ օրինակ բերեմ, նույն սիթքոմերում մենք ունեցել ենք, ասենք, բան, սերիա, որի ընթացքում կերպարը տարբեր տեղեր է գնում, օրինակ, չգիտեմ, անընդհատ իրան հիմա օրինակ եմ զուտ բերում, ասում են գազար, վերջում գալիս է իրանց տան դիմաց ծախում են գազար ու ինքը տրաքում է դրանից։ Ու դերասանները որոշել են, որ գազարը ծիծաղալու չի։ Մեկը գազար ասում, մեկը բազուկ, մեկը էս, մեկը են, մեկը են ու վերջում այդ քանդվում է։ Այսինքն չաշխատեց հումորը։ Եթե այտենց խնդիր չի, դերասանները ունեն ազատություն, թող հարմարեցնեն, թող օրգանական լինի, եթե դերասանը չհավատաց ու չուզեց, միևնույնն է արդյունքում այդ կերևա ու այդ լավ չի լինի, դրա համար ես դերասանների կողմից եմ։ Դերասանների կազմը կարող ենք նշել ովքեր են, բացի Իհարկե, ուղղակի բան, բոլորին անուններով որ չնշենք թող ներեն մեզ, Մկրտիչ Արզումանյան, Վահագն Գալստյան, Անահիտ Մանուկյան, Սամսոն Սարգսյան, Ստեփանյան կներեք, այ դրա համար չեմ սիրում, էլ ես անունները։ Լավ, ձեզ չտանջենք։ Եվս մեկ հարց, Նարեկ, մեծ ֆիլմի համար, հա, մեծ ասակների համար նախատեսված ֆիլմերի համար սցենարը գրելը մեկ այլ բան է, երեխաների համար մեկ այլ, որտեղ երեխաների համար երբ որ սցենար ես գրում, պիտի բախվեն ճշմարտությունը եւ հեքիաթը։ Եվ երեխաների համար պիտի լինես մատչելի, հասկանալի, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր, որովհետեւ դուր չեկավ, երեխան կարող է միանգամից ասել, որ լավ է, չի, շատ པարզ եւ հասկանալի ձևով։ Դժվար է ձեզ այս ոլորտում ստեղծագործել։ Այդքան էլ չէ, որտեվ այս երբ որ սիրով ես անում, ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ է դառնում, որտեվ ձեր մանկությունից բան չեք բերում ֆիլմ։ Գուցե, գիտեք, բաներ կա, որ անկախ քեզանից է, գուցե դու բերում ես, բայց չես էլ նկատում։ Այ որ ցենց հիշելով, որ այսպես մի բան ինձ հետ եղել է անեմ, կարծում եմ, չէ, բայց որ ենթագիտակցորեն կբերես, ինձ թվում է, հա։ Ուղղակի քանի որ ես էլ եմ ծնող, ես այդ պատասխանատվությունը արդեն զգում եմ, ինձ համար գուցե այդ առումով է հեշտ, բայց ինքը մենակ մանկական չի, հենց այդ է, էլի։ Յուրաքանչյուր նկարիչ միշտ իր նկարների մեջ մի անկյունում խառը կերպարների մեջ իրեն նկարում է։ Մենք գիտենք դա համաշխարհային մեծությունների բոլոր նկարները։ Իսկ սցենարիստը ինչ որ կերպար կա, որ ինքը իրեն է այդ կերպարը տեսնում։ Գուցե լինեն, ես անձամբ այդ բանը չեմ անում, որտեվ ես ավելի շատ տարածվում եմ ամեն մեկի մեջ։ Իմ միջի ես նախ ընկալում եմ, որ մարդու մեջ ամեն ինչից գուցե մի քիչ կա, հակառակ դեպքում չէ սցենարիստը տենց մենակ սուպերմենը կդառնա։ Ես դրական կերպարի մեջ կգնայի այն ինչի մեջ դրական կա, գուցե բացականի մեջ մի մասնիկին բացականից, այսինքն տարածում ես բոլորի մեջ ինչ-որ առումներով, էլի, այ ես ամեն դեպքում դու տենց ես հորինում։ Այ ես այստեղ ոնց կանեի, հետո նոր համեմատում ես այդ կերպարը ինչքանով է քո նման ու քո պես կվարվեր, թե հակառակը ու կանի լրիվ ուրիշ բան։ Ինձ թվում է տենց, ավելի շատ բոլորի մեջ մի քիչ։ Եվ մի քիչ առաջ ընկնելով հարցնեմ, երրորդի գաղափար արդեն կա, թե կախված է երկրորդի հաջողությունից։ Կախված է երկրորդի հաջողությունից, բայց ոչ թե այն առումով, որ ինչ-որ բան ստացվում է, սկսում ես կոնվեյերային այդ լոգիկայի մեջ, չէ, այլ մարդիկ եթե պարզվի վատ բան ես արել, եղբայր հերիքա, պետք չէ այդ վատ բանը շարունակել, գոնե այդ տրամաբանության մեջ։ Եթե լավ բան ես արել, այո, թող լավ բաները շատ լինեն։ Շատ լավ, երկորից պրեմիերան է ֆիլմի եւ իհարկե արդեն ֆիլմի պրեմիերայից հետո առիթ կա ինչ-որ բան նշելու։ Գեղեցիկ աշխատանք, ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Պուրկարբո գինին, Իջևանի գինոգործարանի, որը հաստատ թիմին եւս մեկ անգամ կհավաքի եւ կտա առիթը նշելու։ Եվ Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է Հայաստանում խոհանոցային պարագաներով, սա մի փոքրիկ խոհանոցային պարագա, որը չգիտեմ ինչքանով է ակտիվ խոհանոցում, բայց հաստատ տանը պետք կգա։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս առավոտի համար։ Մենք էլ եք շատ շնորհակալ։ Ֆիլմին երկար կյանք եւ մեծ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք, հաճելի էր։ Շնորհակալություն։
Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։